Բաստուր մաչոներ ջան, 5 օր պահեցինք բուդը աղաջրի մեջ, հիմա մի հատ նայենք, տեսնենք ինչ տեսք է ընդունել ջուրը։ Ահա, մի հատ դուք նայեք, ընկերներ ջան։ Աղաջուրը ինքը ամբողջովին գույնը փոխել է, որը որ հենց նախատեսված էր, այսպես է պետք է լիներ։ Եթե ինքը ջուրը չփոխեր, նշանակում է ինքը չէր աշխատել ջուրը։ Մեր աղաջուրը պետքա ջուրը փոխի, որովհետև համեմունքները բոլորը աշխատել են։ Հիմա միսը մի հատ նայենք հələ միսը։ Ահա, միսը հələ ինքը ոնց է գույնը փոխել ջրի մեջ։ Շատ լավ է։ Հիմա կհանենք միսը ու կդնենք ջեռոցի մեջ։ Ընկերներ ջան, հիմա լսեք կարևոր բան եմ ասում։ Մեկնաբանություններում գրում էին անընդհատ, որ աղը շատ կլինի 1 կիլոգրամը խոզի բդի համար, որը որ մենք ցույց ենք տվել տեսանյութում։ Հիմա սենց մի հատ կարևոր բան կա, որ 1 կիլոգրամ մսին լցնում ենք 1 լիտր ջուր եւ 100 գրամ աղ։ Ըստ դրա մենք բաժանում ենք արդեն մասերի։ Հիմա մեր մոտ բուդը 12 կիլոգրամ էր, մենք կաշին հանեցինք, ամբողջովին մաքրեցինք, մոտարապես ինքը 10-ու մի քիչ պլյուսով է եկել, 1 կիլոգրամ աղը տվյալ դեպքում մեր համար նորմալ էր։ Աղաջրի համար, որը որ բռնել ենք, ինքը նորմալ է։ Էլ ընդհանրապես պետք չի աղ լցնել համեմունքները, աղը, ինչը որ մենք ցույց ենք տվել, բոլոր բաղադրիչները արդեն միսը վերցրել է իր վրա։ Ահա հիմա միսը նայեք, ինչքան հետաքրքիր ինքը գույն է ստացել, տեսքա, ամբողջովին թուլացել է, հələ միսը, հələ ինքը լրիվ վերցրել է համեմունքները իր վրա, թուլացել է 4 անկյունից։ Շատ լավ մարինացվել է բուդը, ընկերներ ջան։ Հիմա մենք փաթաթենք ֆոլգայով եւ ցույց կտանք մնացած ընթացքը։ Հիմա փաթաթում ենք ֆոլգայով բուդը, ընկերներ ջան։ Հիմա բուդը դնում ենք այստեղ, ընկերներ ջան, շատ լավ է։ Հիմա բուդը դրեցինք, ընկերներ ջան, ամբողջովին պատել ենք ֆոլգայով։ Հիմա մենք փաթաթում ենք ֆոլգայի մեջ, բարուրում ենք բուդը ֆոլգայի մեջ ու դնում ենք ջեռոցի մեջ։ Դնում ենք ամանի մեջ, ահա, շատ լավ է։